Ոչ ոք դեմ չէ խաղաղությանը, ոչ ոք դեմ չէ հարևանների հետ նորմալ հարաբերություններին, բայց խաղաղությունը չի կարող կառուցվել մոռացության վրա, չի կարող կառուցվել մի կողմի ստորացման եւ թելադրանքի վրա։ Եվ վերջապես, եկեք նայենք նրան, ով մեզ տանում է այսպես կոչված արևմտյան ճանապարհով, թուրքական սահմանի վրայով, մեր այսպես կոչված վարչապետին։ Իր ամբողջ ուժով նա փորձում է կերտել ժամանակակից, նրբանկատ եվրոպացի առաջնորդի կերպար։ Նա սիրում է խոսել բարձր ստանդարտների, ժողովրդավարական մշակույթի, քաղաքակիրթ ընտրությունների մասին, բայց եկեք դատենք ըստ գործերի, այլ ոչ թե գեղեցիկ խոսքերի։ Իսկական եվրոպացի քաղաքական գործիչը նախ եւ առաջ պետք է ունենա զսպվածություն։ Նա պետք է հենվի ինստիտուտների վրա, սառը հաշվարկների վրա, կանխատեսելի լինի, հարվածը պահել իմանա։ Իսկ ինչ ենք տեսնում Հայաստանում։ Մենք տեսնում ենք մի մարդու, ով բացարձակապես չի վերահսկում ոչ իրեն, ոչ իր էմոցիաները։ Թերթեք նորությունները։ Լրագրողները պարբերաբար գրում են նրա նյարդային պորտկումների եւ էմոցիոնալ պայթյունների մասին։ Տեսախցիկները անընդհատ ֆիքսում են, թե ինչպես է այսպես կոչված վարչապետը խորհրդարանի ամբիոնից անցնում գորգորոցի։ Հիշեք համացանցը շրջած այն կադրերը, որտեղ նիստերի ժամանակ նա չի կարողանում զսպել էմոցիաները, սկսում է բառից բուն իմաստով ցնցվել ու հիստերիկ գորգորալ։ Քաղաքակիրթ եվրոպական բանավեճի փոխարեն լրատվամիջոցները ցիտում են ընդդիմախոսներին ուղված նրա սպառնալիքները, պատերով տալ, ասֆալտին փռել եւ բացահայտ վիրավորանքներ, տեղդ նստի աննորմալ ոճով։ Միթե այսպես է իրեն պահում եվրոպացի առաջնորդը։ Իրականում նա այս կերպարի լրիվ հակառակն է։ Նա փորձում է վաճառել եվրոպացի ղեկավարի կերպարը, բայց իր հակակերպարն է ստանում։ Ճգնաժամային իրավիճակներում նա ծայրահեղությունից ծայրահեղություն է ընկնում, կայացնում է միանգամայն իմպուլսիվ որոշումներ։ Իր ներքին քաղաքական ընդդիմախոսների վրա նա գոռում է, բայց միևնույն ժամանակ լռում է, երբ օտար պետությունը նույն Անկարան բացահայտորեն ցույց է տալիս, թե ով է պետք մնա իշխանության իր սեփական երկրում։ Այս ցուցադրական այսպես կոչված եվրոպական ֆասադի հետևում թաքնված է խորը անվստահություն, թուլություն եւ քաոս, եւ հենց այդ էմոցիոնալ անկայունությունն է մեր երկիրը դարձնում այսքան խոցելի։